Ձեզ համար էլ պարզորեն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել, քանի որ ազգային ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն։ Որ կարողանար միջև մերել էր։ Էնի Թուրքի գերիա։ Ուրիշ ոչ մի բան։ Օրդաղանի գերինա, Մեգել Ալիևի գերինա, Նիկոլովա, ոչ մի բան։ Կնիկս ընդ մահացած, մերս հերս Ղարաբաղում մահացած։ Հիմա որ ես նախնին չեմ կարում, մատ տաղի կառնեմ, տանեմ մորս գերեզմանին տանեմ, այդ ինչ։ Դրա վրա ինչ կարամ խոսամ, ոչ մի բան։ Նիկոլը մարդասպան, հողահար, տարածքը հանձնող մարդա, թուրք է ինքը, չէ։ Թո ինքը մտածի, որ Ղարաբաղը հանձնեց, Հայաստանը կեսը հանձնեց, հիմա էլ ուզում է Սյունիքը հանձնել։ Հա, Սյունիքը աշխարհի ամենահարուստ երկիրն է, ինչի է ուզում հանձնել։ Թուրքին է հանձնում։ Ես այդ խաղաղությունը ինչ ասեմ։ Այսինքն իմ կարծիք էլի, բայց մենք այդ խաղաղությունը ոչ էլ տեսնենք։ Ինչու՞։ Որովհետև ոչ մի բանը վլը պարզ չէ։ Մենք խաղաղություն կտեսնենք, թե չէ։ Հա, անդրություններն անցել է։ Լավ է անցել, վատ է անցել է, բայց էլի Ալիևն դից ինչ-որ կան նույն ձևով պատասխանում են, նույն ձևով իշնորհպետն է, իրա կապն է տելադրում։ Խաղաղությունը միակողմանի պետք չէ ունի, երկկողմանի առաջինը, երկրորդը։ Մեր Հայաստանի Հանրապետությունը որ թվականից է անկախությունը ձեռք բերել։ Ղադրի գիտեն այն, որ չգիտեցան։ Իմ կարծիքով ոչ։ Ինչու՞։ Դե հիմա ամեն մարդ մի ձև է մտածում։ Ես մտածում եմ ոչ, խաղաղությունը չեն մուրում։ Խաղաղությունը հավասար դիրքերից է խոսում։ Մուրալով ոչ մի բան չեն տալի, կամ տալիս են հետո հետը վերցնում։ Լավ կլներ, որ բերեր, տա Աստված բերի։